Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է կանայք եւ քաղաքականությունը շարքի հերթական թողարկումը եւ այս անգամ մեր տաղավարում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Մինասյանը։ Բարև ձեզ, Տիկին Մինասյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Մենք աշխարհը կարելի ասել թեվակողել է կանանց ավելի շուտ Հայաստան աշխարհը չէ, աշխարհը մարտի 8-ը վերապրեց բայդավ, ինչպես ասում են, թեվակողել է կանանց միամսյակ, դուք ինչպես եք զգում այդ ընթացքում, ինչ-որ զգացողություն փոխվել է, նվերներ ստացել եք, ազգային ժողովի նախագահը նվերներ տվել է ձեզ, միանշանակ ծաղիկներ ստացել, ոչ շնորհավորանքներ, բայց անկեղծ պետք է լինեմ, ես չեմ սիրում այս տոնակատարությունը, որովհետև ամբողջ իմաստը իր եւ իր գաղափարը լրիվ մի քիչ ձևափոխել ենք, ստացվել է, որ տենց նվերների կնոջը մեծարելու եւ ինչ որ կանանց մասին անընդհատ խոսելու, բայց կանանց մասին որպես կին եւ կնոջ առավելությունները շեշտելու մասին օրը իրականում այս օրը ու մարտի 8-ը ավելի շուտ կանանց իրավունքների պաշտպանության մասին է եւ ավելի շատ պետք է խոսենք այն խնդիրների եւ թերությունների մասին, որ այսօր մեր հասարակությունում կա, որպեսզի կարողանանք աճ գրանցենք, ոչ թե մենակ մի ամիս կամ մեկ օր ինչ որ ծաղիկներ նվիրենք, նվերներ տանք, դրանով կնոջ իրավունքները պաշտպանված չեն լինում։ Իսկ պաշտպանված են մեր երկրում կանանց իրավունքները։ Օրենքով այո, բայց հասարակական հասարակական տրամադրությունների մեջ շատ մեծ խնդիրներ ունենք, դեռևս կան հասարակության մեջ զանգվածներ, որոնք մտածում են, որ օրինակ կինը պետք է շատ չխոսի, շատ հարցեր կան, որոնք կնոջ խելքի համար չեն, կինը հիմնականում պետք է, չգիտեմ, բան կա, չէ, թեզեր կան, տենց կինը խոհանոցի համար է, կինը պետք է պարտադիր միայն ու միայն մայր, ընտանիք, խոհանոց, իր ամուսնու կողքին, մենք անգամ տենց բարակապակցություններ կամ արտահայտություններ ունենք, թևավոր խոսքեր, որոնք որ հիմնականում ավելի շատ նսեմացնում են այդ իրավունքներն ու առաջնորդության հնարավորությունները, քան որ կա էլի։ Այս տեսեք, երբ որ կինը հեռանում է խոհանոցից, ընտանիքից, երեխաներից, սկսում է բիզնեսով զբաղվել, հակադրության մեջ դնելն է։ Չէ, հա, բիզնեսով զբաղվել, չէ, այլ բան եմ ասում։ Կամ ընդհանրապես որոշակի գործ աշխատել, շատ པարզ բան, կարիերայով, այսպես ասած, զբաղվել, այդ դեպքում շատ մեծ խնդիրներ է առաջանում ողջ աշխարհում ու նաև Հայաստանում։ Ծնելիությունն է պակասում, դեմոգրաֆիկ խնդիրներն են առաջանում, ու մեր հասարակությունները ունենում են տարատեսակ խնդիրներ դրանից սկսած տնտեսականից մինչև Ես դեռ այդ համակարծիք չեմ լինի, որտեղ ամբողջ աշխարհում հակառակը հասել են նրան, որ կնոջ աշխատելը ընդհանրապես նորություն չի եւ կա տղամարդու հայրական արձակուրդ սկսած եւ ընտանիքում տղամարդն ու կինը նույն ձև պարտականությունների բաշխում են իրականացնում թե աշխատանքի բերումով իրենց ժամանակի, թե ընտանիքում պարտականությունների եւ դրա հետ կապ չունի ընդհանրապես ծնելիությունը, որովհետեւ կինը կարող է ունենալ երեխաներ, աշխատել, սիրված կին լինել նաև տանը խոհանոցում եւ ընդհանրապես մեկը մյուսի հետ չխանգարել, չհատվել իրար տեղերում, գիշեք, անգամ շատ ենք էլի տեսել այս քանի ժամանակ անց Եվրոպարլամենտում կինը իր երեխան գիրկը գնացել է աշխատանքի, մեր մոտ դա ինչ-որ sense պատկեր կլինի, բայց իմիջիալոտ ասեմ, օրինակ ազգային ժողովում արդեն քանի տարի այդ միտքը ունենք, ուղղակի դա չեն կարողանում իրականացնել, ինչ որ երեխաների փոքր տարիքի երեխաների սրահ լինի, որպեսզի կարողան աշխատողները իրենց երեխաներին բերեն, բայց հիմա անգամ մեր աշխատակիցներից շատերը իրենց երեխաներին իրենց հետ բերում են ազգային ժողով։ Եվ ընդհանրապես դա խնդիր չկա, էլի փոքր տարիքի երեխաներին նկատի չունեմ, ասենք 6-7 տարեկան, եւ ես բացարձակ այդ հակադրությունը չեմ ընդունում։ Իսկ տաղտնելիության հարց չի, եւ դրա նաեւ ապացույցն է, որ մենք ունենք այդ ավանդույթը, մենք ունենք այդ կնոջ իրավունքները ինչ որ չափ չասեմ նսեմացնող, բայց երևի ավելի շատ ճնշող հասարակակարգը, բայց այդ նույն ձև մենք ծերացող հասարակություն ենք համարվում։ Ըստ ժողովրդագրության այդտեղ մեկը մյուսի հետ այդքան էլ առնչություն չունի։ Իսկ դուք ինչ որ խնդրականություն կամ ոչ հավասար ինչ որ վերաբերմունք զգացել եք հասարակությունում
ինչու՞ չէ նաև գործընկերների մոտ կուսակցությունում, ազգային ժողովում, դրսում, ներսում, որ անընդհատ քեզ ուղեկցում է։ Իմեք, հա։ Անընդմեջ փոքր տարիքից անգամ քեզ ուղեկցում է այդ միտքը ու ցանկացած հիմա չեկավ փոքրուց օրինակ երբ որ դու լիդեր ես բնավորությամբ, չգիտեմ, դեպրեսիվում ավակ, հա, շատ չգիտեմ, մանկապարտեզից սկսած ես եղել եմ ավակ, ասենք, դասարանի ավակ, մանկապարտեզում այդ փոքր հոսքերի ավակ, հետո համալսարանում ավակ, հոսքի ավակ, հետո խորհուրդ, ամեն ինչի տենց լիդերության հատկանիշները երբ որ ունես, քեզ փորձում են անընդհատ ու մանավանդ երբ որ կարողանում ես երկու սեռի հետ ջերմ ընկերություն անել, մի հատ արտահայտություն կա, որ ինձ միշտ որպես կոմպլիմենտ են արել, որից ես միշտ փորձել եմ խուսափել ասել լավ ինչի են, էլի, ասեմ, տղամարդ կինը։ Հա, մեր հասարակության մեջ շատ են ասում։ Այդ արտահայտությունը իրականում շատ մեծ վիրավորանք է։ Այսինքն դու ուժեղ կնոջը, որը որ կարողանում է իր արտահայտությունները տենց իր միտքը, ամբիցիաները sense հստակ ձևակերպելով գնալ առաջ, եւ թուլությունները շատ հաճախ չեն տեսնում, հակառակը տեսնում են այդ մեծահոգությունը, բոլորին տեր կանգնելու հնարավորությունները, նրան չգիտես ինչի համատուն տղամարդու ես, կինը չի կարող այդ հատկանիշները ունենալ, տղամարդը միայն կարող ունենալ, եւ այդ արտահայտությունը հիմնականում որպես կոմպլիմենտ են ինձ արել, բայց ամբողջ կյանքում արել է։ Շատ լավ, Տիկին Մինասյան, ցանկացած ոք քաղաքականություն մտնելու ինչ-որ մոտիվացիա, ինչ-որ նպատակներ ունի, որն էր դեր նպատակ, ինչու մտա քաղաքականություն, ինչ եք ուզում անել, դու որոշեցիք, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեք։ Երևի հանրային սա առաջին անգամ եմ ասելու, շատ եմ հանդիպումների ժամանակ պատմել այս պատմությունը, բայց ես երբեք մտքից այրով անգամ չէի կարող անցկացնել, որ ես կարող եմ համակարգում հայտնվել, ավելին ասեմ, դեռևս համասանական տարիներին համասանից ավարտելուց հետո համակարգացել եք քաղաքականություն, իշխանություն եք։ պետական ապարատ, շատ լավ։ Ընդհանրապես քաղաքականություն չասեմ անգամ պետական ապարատ, ուղղակի առաջարկներ շատ էի ստանում եւ հիմնականում ասում էի դա քառակուսի տեղ է իմ համար ու ես իմ ազատությունը երբևիցե չեմ սահմանափակի, երբեք չեմ համաձայնվի մտնել պետական ապարատ։ Ամեն ինչ եղավ բնականաբար հեղափոխության արդյունքում, ինչի հարցի պատասխանը մի քիչ այլ է, երևի թե իմ բնավորության ամենախորքային կետերը ուսումնասիրելով ես մի բան էի անդադ փորձում գտնել, ես մի հասարակ, չգիտեմ, այդ էմպատ բնավորություն ունեմ, որ ցանկացածին ուղղակի ինչ որ փոքր լավ բան անելով դրանից եմ երջանկանում, դա է իմ երջանկության աղբյուրը։ Եվ երբ կարողանում ես ասենք, ու այն ժամանակ էլ անծանոթներից սկսած ծանոթները վերջացած, ինձ բոլորը այդ անընդհատ դրական լավ բաներ անելն է, չգիտեմ, ինչ որ մեկը խնդրի մեջ է օգնել, այդ խնդրից դուրս գա, ինչ որ մեկը տխուր է հոգեբանական աջակցություն ցույց տալ, ու անընդհատ է իմ կյանքին հետևել այդ բոլորը ասում են լսելուց հետո ձեր դիմումները ձեր ուղղող ավելի շատանան։ Ինձ բոլորը ասում են դու խնդիր ունես։ Ինձ բոլորը ասում են փոքրուց, ասում են դու խնդիր ունես, դու պետք է մած ինչ որ հոգեբանական կենտրոն սարքես, որ կարողանաս այդ էմոցիաները հետ ստանաս։ Ես մի պահ, երբ որ թերապողական ամբողջ ընթացքում ինձ աշխատանքի առաջարկներ են գալիս եւ ես ասում եմ, չէ, ես բիզնես ունեմ, ես չեմ ուզում զբաղվել քաղաքականությամբ, մի պահ ասենց հետ կանգնեցի ու ասացի մի վայրկյան, էլի սա հնարավորություն է, որ դու կարողանաս շատ կոնկրետ տեղում շատ մեծ զանգվածների դրական եւ լավ օրակարգեր բերես եւ կարողանաս քո ձայնը լսելի դարձնել։ Այս մի տեսակ շատ պաթետիկ ստացվեց։ Դե անկեղծ ասեմ, ոչ թե որ ես իմ էի ներկայանալի լինել ազգային ժողովում, падգամավոր, ես օրինակ падգամավոր չեմ ուզում լինել։ Ես գործադիրի մտեցին ձեր։ Չէ, ուղղակի այդ թիմի աշխատանքի բաշխումի ընթացքում որոշվեց, որ այո, պետք է ցուցակում լինեմ ես, բայց ես գործադիր աշխատանք կատարող մարդ եմ, այսքան ինձ իմ մասին խոսել, չգիտեմ, թե ես ինչքան լավն եմ, ինչ լավ բաներ եմ արել, դա ինձ համար մշտապես բարդություն ա եղել։ Ես 2 տարի երևի ամբիոնին չեմ ուզեցել մոտենալ, բայց հետո հասկացել եմ, որ այդ քաղաքական կապիտալն էլ է ինձ օգնելու, նաև այդ իմ առաջ տարած օրակարգը հնարավորինս ավելի իրական դարձնել։ Տեսեք, ձեր հետ միասին ազգային ժողովում կան կանայք ընդդիմադիր խմբակցություններից, ունեք որոշակի, այսպես ասած, սոլիդարություն նրանց հետ, նրանք ձեզ են քննադատում, դուք նրանց եք քննադատում, լավ, նիստերից հետո մենք նիստերի ժամանակ միայն դա ենք տեսնում, կուլիսների հետևում, այսպես ասած, մենք չենք տեսնում դուք արդյոք շփվում եք միմյանց հետ,
Արդյոք գնահատում եք նրանց աշխատանքը, արդյոք դուք օրինակ որևէ մեկի անունը կարող եք հիմա տալ անդիմադիր կին պատգամավորներից, որի աշխատանքը բարձր է գնահատում, ունեք ինչ-որ համերաշխություն։ Հարցի հնչեցման դասում մտածում եմ մի հատ էլ էքսկլյուզիվ բացա։ Խնդրեմ, Ելեք քաղաքացիներ, մենք այդքան էլ չենք ատում իրար։ Ու այս վերջերս գործուղման այն գնացել, անդիմադիր խմբակցություններից էլ մարդիկ կային, եւ ես կին անդիմադիր գործչի հետ խոսում էի, չգիտեմ անունը տամ թե չէ, այնպես խոսում էի նրա մասին, որ տվեք Աննան Գրիգորյան, մենք խոսում էինք նրա մասին, որ շատ տհաճ է, երբ մարդիկ իրականում անընդհատ այդ կամերաների առաջ կոպիտ բառ ասեմ, բայց իրականություն ասեմ գզբրտոցը տեսնելով, իրանք էլ անդիմադիր հայացքներ ունեցող ցանկացածի նկատմամբ կամ հակառակը անդիմություն իշխանության նկատմամբ սկսում է այդ ագրեսիվ պահվածք ունենալ, եւ ես կարծում եմ, որ մենք պետք է շատ հասարակությանը ցույց տանք, որ կարող ենք ունենալ տոտալ հակադիր կարծիքներ, բայց կարող ենք իրար զրուցել։ Ինչի ցույց չեք տալի։ Ասեմ, ու այդ միտքը քննարկման ընթացքում ես հիշեցի տարբեր դրվագներ, երբ անգամ անդիմադիր գործիչները հրաժարվում են մեր հետ մեկ կադրում լինել։ Այսինքն մենք գնում ենք օրինակ ԵԱԿ խորհրդանական վերաժողով, չեն ուզում նկարվել, որտեղ Հայաստանի պատվիրակության տեղն է նստած, պետք է ելույթներ ունենանք, գրած Արմենիա։ Հիմա ես նստած եմ կողքս օրինակ Լիլիթ Գալստյանը պետք է նստի, խնդրում եմ, որպեսզի ես վեր կանամ իր ելույթի ընթացքում, որպեսզի ես կադրի մեջ իր հետ չլինեմ։ Ու դա գալիս է նրանից, որ իրենց այդ մարգինալ հատվածը, որ ատելության փա լծված եղել, նրանք քննադատեն, կասեն, հա, փաստորեն իր հետ նստած հեռանում եք, շատ դեպքերում հա, հետո հակառակը, մենք ենք նստած որ նա կարող է ընթացքում դες քննադատի իշխանությունների։ Մշտապես է դա դրսում անավանդ մեր գործընկերները ունեն այդ հատկությունը անընդհատ եք ասում ներդրություններ ժուստել ունենում էր։ Ոցոցը ես հակառակ ես փորձում այդ կադր տեղ գտնեմ, որպեսզի մեր հասարակությանը իրապես ցույց տամ, որ ժողովուրդ ջան, մենք կարանք ունենանք այդ հայտարարք հակադիր կարծիքները, մենք կարանք իրար նկատմամբ այդ վատ տերմինոլոգիան էլ անգամ օգտագործենք, բայց մենք մարդ ենք եւ կարող ենք այդ այսենց նստել, խոսել, բանավեճել իրար հետ։ Խոսում եք, նստում կենցաղային, տնական, որ գործողությունների ընթացքում հնարավոր է։ Մոտավորապես այս տոնի մեջ։ Ես ասում եմ, այս խոսակցությունը ինչ որ ունեի, այս տոնի մեջ էր։ Գործողությունների ընթացքում հնարավոր է, ու շատ հետաքրքիր ալնում են փոքրիկ կծիկները, որ իրար քաղաքական ընթացքում անում ենք անդիմադիր գործիչների հետ։ Մենք օրինակ եղել է դեպք, երբ Ագնես Ախամյանը նախագիծ էր բերել, ես խնդրեցի, որ մենք իրար հետ աշխատենք այդ նախագծի վրա, կամիսներ շարունակ նստում ենք իմ սենյակը, չոր գործ էինք անում, իհարկե լրագրող կամ չգիտեմ, այլ մեկը դուրս բացում էր, ասես զարմացած ոնց կար։ Սիրում եք իրար սենյակները։ Տենց շատ հաճախ չէ, սուտ կլինի, մենք տենց շփումներ չունենք, չէ։ Մեր խմբակցությունը մեզ բավարար է, մենք բավականին շատ ենք եւ մենք իրար հետ շփվում ենք, բայց ասենք ինչ որ գործնական շփումներ բնականաբար տեղի ունենում, սենց թեմաների շուրջ, ասենք միջազգային հարթակներում հնարավոր է տեղի ունեն տենց խոսակցություններ, ուղղակի մշտապես այդ վախը, որ քեզ կքննադատեն, որ դու իշխանության ներկայացուցիչի հետ որ դրական խոսք ես փոխանակել, շատ մեծ անդիմության։ Իսկ ձեր տպավորությամբ անդիմադիր կին գործիչների պատգամավորների համար է դժվար այսօր ազգային ժողովում կոնկրետ։ Թե գլոբալն է։ Իրանք ասում են անդիմություն լինելն ապարտ, ասում են Աստված իմ Երանի անդիմություն լինեինք մենք, որտեղ մեր վրա շատ մեծ պատասխանատվություն է։ Հնարավոր է ես ժողովրդի վրա եմ դա թողնում, ես մենք չենք որոշում։ Հակառակ։ Նրանք սպառնում են ձեզ, որ կդատեն հաթաթ բոլորի։ Գիտեք, մենք 21 թվականի ընտրությունները անցկացրել ենք այն մտքով, որ 21 հուլիսի 20-ից հետո մեզ կարող է կախեն հրապարակում։ Բոլորս ռեալ համոզված էինք դրանում։ Ես գնացիք, որ հաղթեք, որ չկախեն ձեզ։ Ոչ, որ չկախեն չէ։ Մենք մեր անձնական անվտանգության մասին երբեք չենք մտածել։ Այս 5 տարիների ընթացքում էլ եկել են մեր շենքերի մոտ, էլ կախելու կոչեր են արել, էլ փորձել են տերորի ենթարկել մեր բարեկամներին եւ հարազատներին, մեր կանայք, ովքեր երեխաներ ունեն, իրենց երեխաներին։ Նրանք էլ ասում են դակավներ եք բերում մեր դռներում, մեզ եք իրախավորում։ Մենք չենք բերել, մենք մշտապես քննադատել ենք այդ թեզը հերիքա կրկնել։ Մենք ամբիոնից վարչապետն անգամ 10 թվականի հեղափոխության ժամանակ հորդորում էր մարդկանց այդ ատելությունը դադարեցնել եւ շատ ներողություն, եթե հանկարծ մենք ուզենայինք իրենց ինչ որ նույն ատելությունը իրենց նկատմամբ լիներ, գիշեք մայիսի 1-ին երբ ընտրությունը տեղի չունեցավ 2010 թվականին ամբողջ հրապարակը էկրաններով աժենիստեր նայում այդ հանրությանը մենք մի ձև ենք կարողացել սենց պարպենք, ասենք մնացեք հրապարակում հանկարծ չգնաք ազգային ժողով, որպեսզի հանկարծ որոշ միջադեպ չլինի։ Շատ լավ։
Տիկին Մինասյան, իսկ ազգային ժողովից, նիստերից, գործնական հանդիպումներից դուրս ինչ որ անձնական փոքր-ինչ հետաքրքրություններ ունեք, ինչով եք զբաղվում։ Տնական Հիմա մայրս լսեր, մորս եւ քրոջս, մայրս լսեր կասեր պետք է գտուն գա որ ինչ որ բան անի, թե իրականում շատ դժվար է այս փուլում մանավանդ, երբ որ ինչ որ կրիզիսային իրավիճակներ են լինում, ես ընդհանրապես եմ կորում տեսադաշտից միայն աշխատանքն է, այս նախընտրական փուլը ավելի կրիզիսային իրավիճակ է եւ ընթացիկ են խաղաղ պայմաններում կարող է հնարավոր է ինչ որ հավաքություններ լինեն։ Նոր դուք հերքում եք, բայց ինքներդ եք հիմա հավաստում, որ քաղաքականությունը աշխատանքի վերջո քաղաքականությամբ զբաղվել աշխատանք դա խանգարում է անձնական կյանքը դասավորելու։ Դա իմ մասին է, որտեղ ես վստահ եմ, ես որևիցե այլ գործին լինեմ, ելի նույնն եմ լինել։ Իսկ այդքան բանի մասին չի։ Ես տենց գլխով բան եմ անում, սողոսկում եմ այդ աշխատանքի մեջ եւ այդեք ուրախանալուց ասացիք երեկույթներից եւ այլն, դուք բավականին էլ հաճախ ինչքան հասկանում եմ կուսակցությունով, խմբակցությունով կազմակերպում եք եւ շատ լավ էլ ուրախանում եք վաղ պետի հետ ինչ տարին մեկ եւ ուրախանալուց էլ բավականին բուրն եք ուղղակի եւ դա տեղայնացնում է հետաքրքիրը որն է, չէ, շատ չնքանացնում, բայց տարին մեկ երկու անգամ է լինում, եթե վարչապետի մասնախոսքը կամ ամբողջ խմբակցությամբ այդ նման հավաքույթները մի անգամ երևի հաստատ մեկ-երկու անգամ են այս վերջի 2 տարիները, երբ որ դրա սիրտն հոգին կա, մենք քաղաքական օրակարգ ունենք նաև այդ հանդիպումների ժամանակ, այսինքն քաղաքականությամբ սեղանների շուրջ կենացներ ասելուց քաղաքական խոսք է հնչում եւ այդ քաղաքականությունը քննարկելն է գերակշռում, հետագայում անցնում ենք այն սովորական հայկական քեֆերը ոնց են լինում, տենց ուրախությունը, հետո գալիս է արդեն այն հիշողությունները դժվարությունների, հնարավոր է տենց հուզվենք բոլորս իրար հետ, գիտեք, մի հատ միշտ իմ գործընկերներն մի հատ բան են ասում, որը չափով էլ վոգելից ընդունած կլինեք, հա, բայց դա էլ այդքան շատ չի։ Իմ գործընկերներն միշտ մի հատ բան են ասում, մեզնից յուրաքանչյուրիս մենք կհասկանանք։ Այսինքն այն ինչ որ մենք ենք անցել ու տեսել, ես ոչ մի ձև չեմ կարող պատմեմ ոչ իմ ընտանիքի անդամներին, ես ոչ մեկի ուսին չեմ կարող լացեմ, մենակ իմ գործընկերը կարող է հասկանա ես ինչով եմ ապրել։ Ու նորտով ինքն է նույնը տեսել եւ ապրել։ Յալետ լացում եք երբեմն։ Շատ լինում են դեպքեր, ու ցած լացել մի քիչ շատ պաթետիկ է նաեւ տղամարդկանց եղել են դեպքեր, տղամարդիկ են հուզվել, նես չի որ դա մեր մոտ դաժան է։ Հա, ես շատ էքսկլյուզիվ բաներ ասեցի ձեր հարցազրույցի ընթացքում։ Շատ լավ։ Նախընտրական շրջան է, արժի հնարավորակագծերը բացել։ Լավ, Տիկին Մինասյան, գանք նաև քաղաքական հարցերին։ Տեսեք, երեք բավականին հետաքրքիր երկու որոշում կայացվեց։ Դատարանը արդարացրեց Գագիկ Ծառուկյանին, հիշում եք, որ 20 թվականին քրեական գործ հարուցվեց նրա նկատմամբ 17 թվականի ընտրություններին ընտրակեղծիքներով ընտրվելու համար, ընտրակեղծիքներ թույլ տալու համար եւ նաեւ կանոն չեմ հիշում այդ գործով արդարացվել էր, այո։ Եվ Իշխան Սաղաթելյանի հորը, որը որոշակի չարաշահումների մեջ էր մեղադրվում, երբ որ գյուղապետ էր եղել։ Հիմա նրանք իրավունք ունեն ձեզ ասելու, որ մեր նկատմամբ ասել են եւ դատարանի այս որոշումն էլ կարող է արդարացնել նրանց ասածը, որ ահա այդ որոշումը մենք կարող ենք ասել, որ իշխանությունները մեր նկատմամբ դատարաններին հանձնարարել են կամ զանգել են, որ քաղաքական մեր նկատմամբ քրեական գործ է հարուցել։ Կարող ենք նման բան մտածել, երբ որ ոչ իսկ ինչու ոչ Գագիկ Ծառուկյանն ասում է, այո, արդարացվել են։ Բա եթե արդարացվել են, ոնց ենք մենք զանգել դատարաններին, ասել քրեական գործը, եթե զանգովի արդարադատություն լիներ, մենք կարող ենք զանգել դատավորին, ասել մեղադրական եզրակացություն։ Հա, բայց անցությունը որ զարուցել են, բայց հետո պարզվել է, որ այդ պարզվել է, չէ՞, ինչ որ քննություն է տեղի ունեցել, ինչ որ բան է պարզվել։ Երկրորդ գործի մանրամասնային տեղակ չեմ ինչի մասն։ Ծառուկյանը Երևանակ ասում է 2600 հոգու քննել են, 110 քննիչ են ներգրավել այն գործում, այսքան տարի քննել են ու պարզել են, որ ինքը որևէ մեկին կաշառք չի տվել 2017 թվականի ընտրություններին, որևէ մեկի կամ արտահայտման վրա չի ադել, իսկ դուք մեղադրում եք, երբ որ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ հայտարարեց, որ ներողություն, ես մեջբերեմ նրա խոսքը, որ քննվում է երկրորդ հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը, որովհետև ի վերջո ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում, հա, նման կարևորություն ու լրջություն է տրվում այդ։ Արմինե ջան, մեր ժողովուրդը իրականության մեջ չէ ապրել։
Դե մենք գիտենք թե որ կաշառքով ընտրությունների գնացողներ շատ են եղել եւ դա համակարգված է եղել եւ դա հստակ մեխանիզմներով է եղել։ Հիմա կոնկրետ այս գործն է, այդ գործը չի չգիտեմ ոչ գործի մանրամասները, ոչ չգիտեմ այդ հոդվածով ոնց են sense արել, որ կարողանան ինչ-որ բան արդարացնեն կամ հակառակ։ Լավ, այդ դեպքում ինչպես եղավ, որ արդարացրեցին, եթե այդ դատարանները իրենք են որոշումներ կայացնում եւ դա է լավագույն ապացույցները, որ մենք ոչ մի ազդեցություն չունենք այդ դատարանների վրա։ Եթե ունենայինք, վստահաբար այնց չէր լինի, չէ՞ որ արդարացումներ կլիներ։ եւ այդ դեպքում ինչպես է գնահատում այդ որոշումը։ Որտեւ գործին ծանոթ չեմ, կոնկրետ գործի մասին չխոսեմ, բայց նմանատիպ գործեր շատ են եղել եւ կներեք 21 թվականի ընտրություններին քանի հոգի դատապարտվեց կաշառք տալու համար։ 21 թվականը չեմ ասում 17, 16 ու հենց հանրապետական կուսակցությունից։ Ասենք պետք չէ այդ այլմոլորակային իրականությունից գալ մեր մոտ այնպես վերամբարձ տեքստեր ասել, մենք արդար ենք, մենք ազնիվ ենք, իսկ մեզ վայ այս իշխանությունները բանալ մեղադրեցին։ Այս ժողովուրդը այդ իրականությունը տեսել է եւ ապրել է դրա մեջ։ Մենք շատ հիշում ենք այդ նյութական շահագրգռումները, գումարների ոչ գումարների տեսքով անգամ են շաքարավազի տոպրակներից սկսած վերջացրած տուկի թելերը։ Ուզում ասեմ մենք ապրել ենք այս հասարակությունում, պետք չէ Ձեզ տեսեք հիմա մեղադրում են ընդդիմադիրները, որ կենսաթոշակը բարձրացրեցիք, ասում եք պահում եք այդ ամեն ինչը, ինչ որ հիմա գրեթե ամեն օր կամ շաբաթը 1-2 անգամ ինչ որ դրական որոշման մասին կառավարության կամ օրենքի ներքով որոշման են ականատես լինում, ինչ որ խիստ պայմաններ կամ խիստ ռեժիմ է թույլատրում եւ նման այլ բաներ, տալիս մենք բռնանում ենք որևիցե քաղաքացու ընտրության ձայնի վրա։ Մարվում է որ դուք դա ընտրակաշառք եք տալիս, մենք մեծ ընտրակաշառքի ձևակերպումը խնդրում եմ, եկեք միասին ձևակերպենք, որն է ընտրակաշառքը, երբ քաղաքացուն ինչ որ ձև պարտադրում ես գնալ ինչ որ մեկին ընտրել, պարտադրելու եղանակը տել շահագրգռելն է։ Դա անուղղակի կերպով, իհարկե դա մեջ հանցանք չի կարելի գտնել, բայց իշխանությունը ունի լծակներ, որոնք ընտրություններից առաջ օգտագործում է եւ դա այսպես ասած փոխաբերական իմաստով կարող է ընտրակաշառք ձեր հետ այդքան էլ համակարծիք չեմ լինի, որտեղ օրինակ վերջի քննարկումների նախորդ տարիներին ընդունված որոշումները մեզ ասում են ոնց կարող եք նախընտրական տարում ցենց որոշումներ կայացնել, սկսած շրջարկի վերաբերյալ օրինակ ՓՄԶ-ի հարկումը վերջացրած շատ ավելի սուր որոշումներով, որոնք մենք իրականացրել ենք բարեփոխումների հստակ նպատակ ունենալով։ Մեր վերջի կայացրած որոշումներն էլ, որոնք մեծ զանգվածներին կարող են դրական թվալ, օրինակ առողջապահության ապահովության մասով ասում եք դրական ինչ-որ բան են կարել, որ ժողովուրդը գոհ է, չէ՞, մարդիկ ասում են 1 միլիոնանոց վիրահատությունը կարողացել են կատարել 2.5 միլիարդի արդեն դեղամիջոցաբաժանվել թոշակառուներն էլ իրենց թոշակը արդեն չեն ծախսում դեղերի վրա, այսինքն դրական է, բայց կա հատված, որոնք որ դեռևս խնդիրների են բախվում, դա բժշկական հանրությունն է եւ այդ բժշկական հանրության խնդիրները մենք լսում ենք եւ փորձում ենք ուղղել։ Ուզում ասեմ ամեն ինչ միանշանակ մի նայեք էլի այդ որոշումները իրենց հետ բերում են նաև իրենց խնդիրները եւ այդ խնդիրներն էլ են առաջ քաշում իսկ այն ինչ որ մեր ծրագրով գրված է դա ենք իրականացնում։ Լավ, անցած հարցопատասխանից մի բան հիշեցի, որ դուք Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ուղեցիք, դա գիտեք քննարկվեց եւ լրատվական դաշտում եւ քաղաքականության մեջ Թաթոյանին վերաբերող, երբ որ Թաթոյանն ասում էր, որ Ադրբեջանը Գեղարքունիքի մարզումի դիրքերից մեկի մի մասը Հայաստանի տարածքում է կառուցել, Սուրեն Պապիկյանը ասաց, որ ստում է Թաթոյանը։ Դուք էլ ասացիք, որ օրենք պետք է բերվի, նախագիծ պետք է բերվի, որ նման գերատեսչությունը, եթե ինչ-որ մի լուր հերքում է, ապա եթե լրատվամիջոցները նորից այդ լուրը կրկնում են, ապա նրանց նկատմամբ որոշակի արգել կամ պատիժ սահմանվի։ Սա ճիշտ, դուք պողակի լրատվության հետ կապ ունեցող հիմնարկի ղեկավար եք եղել տեղեկատվական այդ պողակի, մի քիչ շատ խիստ չի դեպքում, հատկապես որ լրագրողները այս դեպքում նորից ցույց տվեցին, որ իրենք ճիշտ են։ Չէ, լրագրողները ցույց տվեցին, որ իրենք ճիշտ են, բայց եկեք հակառակ նորից երկրորդ հրապարակումը արեցին։ Գիտեմ, տեսել եմ ամբողջությամբ հետևում եմ եւ նրանք ճիշտ չեն, պնդում եմ դա ու կարող եմ ապացուցել դա։ Բայց նախարարության քարտեզը տեղադրել են։ Գիտեմ, նայել եմ ֆակտորի հաղորդումը, երկրորդը նայել եմ, ասում եմ, ես կարող եմ պնդել, որ նրանք ճիշտ չեն։ Եվ ես հիմա շարունակություն ասեմ, նախ սկսենք նրանից, թե այդ հարցը ինչից ծագեց։ Երկու տարբեր թեզ է հնչել, հերքում է եղել Պաշտպանության նախարարի կողմից իմ հարցերի պատասխան, երբ որ
բոլորը մեկնաբանում էին Թաթոյանի ասածը, որը որ ասում էր, որ Հայաստանի Հանրապետության տարածք նոր ներխուժումներ ա տեղի ունեցել։ Նոր տարածքներ, նոր դիրքեր են գրավել։ Իսկ իշխանությունները, այն փիս իշխանությունները թաքցրել են ժողովրդից։ Դրան ի պատասխան իմ հարցի պատասխանը պարոն Պապիկյանը ասում է ոչ, ստում է տվյալ անձը։ Եվ պարոն Թաթոյանը հասկանում են, որ ոչ մի այլ օրակարգ չունի իրեն մի քիչ գոնե քաղաքականապես տենց ձևափոխելու, մի քիչ ավելի հայտնի դարձնելու, որոշել է սենց ստերով եւ տերորով հասարակությանը ինչ որ բանի համախմբել իր շուրջը։ Նույնը արել էր օգոստոսին 2025 թվականի ադրբեջանական անձնագրերի հետ կապված ներողություն խնդրեց, որ ստել է հասարակությանը։ Անկամ դա գիտակցված սուտ ա եղել։ Այս մեկը, երբ որ դիրքերի մասն են խոսում, կարամ պատկերացնել, որ գիտակցված չի եղել։ Դնենք մի կողմ այդ անձին չեմ ուզում իրեն քննարկեմ։ Անցանք լրատվամիջոցներին։ Իմ առաջարկը հետևյալն է. սահմանային իրավիճակների հետ կապված։ Միայն ու միայն ես չեմ կարող որևիցե այլ գերատեսչության մասին հստակ տեղեկատվության տրամադրելու կամ հերքելու պարտադրանք տալ լրատվամիջոցին։ Իմ խնդիրը այս շրջանում ակտիվացող հիբրիդային սպառնալիքներն են, որոնք շատ ապացույցներ ունենք, որ վերաբերվելու են հիմնականում ադրբեջանցիների եւ սահմանային իրավիճակների շարունակային հավասարակշիռ շարունակեմ երբ որ այդ առաջարկը հնչեց, որ խնդրում ենք սահմանային իրավիճակների հետ կապված, երբ որ լրատվամիջոցը տեղեկություն է տրամադրում, օրինակ, չգիտեմ, տեղադրում է Թաթոյանի խոսքը, եթե ԱՆ-ն դրան հերքում է տեղադրում, լրատվամիջոցը պարտավոր է ա. այդ հերքումն էլ տեղադրի, բ. հեռացնի այն տեղեկությունը, որը օրինակ կարող է սուտ լինել, չեմ կարող ասել քաղաքական գործ չի կարող լինել, կարող է իրենց հետ խմբագրական լինի, գ. եթե այդ երկուսից որևէ մեկը չի անում, ենթարկվի որոշակի վարչական պատասխանատվության, որովհետև դեռևս նախագիծը միտք է ու ես միջազգային փորձ եմ ուսումնասիրում հիմա իրավական ձևակերպումներն եմ ուզում տամ, որ ոչ մի լղոզված բանի տեղ չլինի եւ որոշակի լինի հիմնականում եւ դրա շարունակությունը լրատվամիջոցները ներկայացրեցին իրենց ֆակտ չեքերը, որի հետ ոչ մի խնդիր չկա, այսինքն եթե դուք տեղադրում եք ՊՆ-ի արձագանքը եւ հետեւից ձեր ֆակտ չեքն եք անում ՊՆ-ի արձագանքի, հիմա ՊՆ-ն օրինակ շատ եւ մենք ամբողջ այս ընթացքում փորձել ենք հասկանալ, էլի լավ ինչն է պատճառը, որ հստակ լրատվամիջոցները չեն շեշտում, որ Թաթոյանի պնդումը, որ նոր ներխուժումներ են եղել, կեղծ է եւ սուտ։ Դա սուտ է, դա մանիպուլյացիա էլ չի։ Դա սուտ է։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ կիսաճիշտ, կիսասուտ են ուզում ներկայացնեն, մի հատված կա, որ սկսեցին խոսել լրատվամիջոցներ, հասարակական գործիչներ, որ ամրաշինական աշխատանքներ են անում օկուպացված տարածքներում։ Դա ընդհանրապես այլ թեզ է, այլ միտք է։ Նոր ներխուժումներ, հարայ հուրույ ադրբեջանցիները եկել են գրավել են, լրիվ այլ թեզ է։ Ժորժ ջան, եկեք չխառնենք իրար։ Եվ լրատվամիջոցները հիմնվեցին այս երկրորդի վրա, հասարակական գործիչներն ու լրատվամիջոցները, որ օկուպացված տարածքներում նոր դիրքեր եւ ամրաշինական աշխատանքներ են կատարում։ ՊՆ-ի հերքումը երեք էլի երկխոսելու ընթացքում մարդիկ տեղային շատ լուրջ զննություն անելով նորից ապացուցում են, որ իրանք ասածը ճիշտ են։ Այո, լրատվամիջոցները չեն կարող գշերի քարտեզի ես համաձայն եմ ձեր ներկայացրելի գործընկերներ գոյություն ունի գլխավոր շտաբ, գոյություն ունեն շատ միլիմետրի ճշտությամբ հաշված տեղեկություններ, զինվորական փորձագիտական նրբություններ, որոնք որ շատ ներողություն ֆակտ չեք անող մեր սիրելի գործընկերները կարող է չտիրապետեն, բայց ֆակտ ու ես կարծում եմ, որ մենք պետք է այդ գործընկերների հետ եւ ՊՆ-ն պետք է իրար հետ մի հատ հանդիպում տեղ ունենա, ու ես նաեւ այստեղ հարց եմ ուզում բացատրել։ Ինչի երբևիցե որևիցե հարցում կարողանում եք զանգել պաշտպանության նախարարություն, բայց այս հարցը ոչ մի անգամ չեք զանգել։ Բայց նրանք ներկայացնում են այլ փաստեր, ինչի չեմ վերաբերում, եթե լրատվամիջոցը ունի օբյեկտիվություն, ինչի պաշտպանության նախարարությունից իր մեկնաբանություն չի ստանում։ Նրանք ներկայացրել էին այլ փաստեր նախկինին վերաբերող, երբ որ ՊՆ-ն հերքում էր, բայց հետո պարզվել էր, որ դա նախկինին երբ ռազմական դրության կամ այն ժամանակ, երբ որ Հայաստանում իրավիճակը կներեք չգիտեր շունը չգիտեր տերնովա, ընդհանրապես որ չգիտեինք մենք կարող ենք ինչ-որ բան իրականացնել, թե չէ, երբ որ պատերազմական իրավիճակ էր, դե համեմատականները շատ աբսուրդ է էլի բերել։ Իսկ հիմա խաղաղ պայմաններում տերորի ենթարկել հասարակությանը օքեյ է,
Լավ, Տիկին Մինասյան, երեք վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդում ելույթ ունենալիս հայտարարեց, որ իր կարծիքով 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին մենք հասել էինք Հայաստանի Հանրապետության պետականության եզրին, եւ եթե 2024 թվականին ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը, մեկնարկել որոշումը Հայաստանի Հանրապետություն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք։ Ինչ մասին է խոսքը, ինչ եզր էր դա։ Մենք մի անգամ չենք կանգնել այդ եզրին։ Մենք ունեցել ենք նաև 2023 թվականի Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանման օրը ու այդ պատերազմի սկսվելու օրը հստակ միտք, որ մենք կարող է շատ հնարավոր է, եթե հանկարծ ինչ-որ գործողություններ կատարենք եւ պետք է հասկանանք, որն է ճիշտ, ծանրակշիռ անելով, մենք կարող ենք մենք մի հատ այնպես բանի մեջ, որ էլ պետականություն չունենք։ Ես անընդհատ ասում եմ, մարդիկ ասում են, դեռ կարող է չափազանց ասում, բայց մենք այդ կարողին հստակ այն ժամանակ այդ սահմանազատման գործընթացը սկսելուց Նիկոլ Փաշինյան հայտարարում էր լրիվ առավոտեր հետո այդենք հնարավոր է մի շաբաթ հետո գործողություններին հա նման բաներ ասում եք, բայց ասենք կոնկրետ չէիք բացահայտում, թե ձեզ նման Ադրբեջանից սպառնալիք եղել է, ձեզ ասել են առանձին ոչ մեկ տենց չի լինում միջազգային հարաբերությունների մեջ, այդ ինչ տեղեկություններ հանուսանակ կար հստակ իրավիճակ, անգամ կուտակումներ ու բարբերաբար լրատվամիջոցներն էլ մենք էլ շեշտում ենք դրա մասին, որ հնարավոր են ռազմական գործողություններ տեղի ունենալ, որովհետև այդ դեպքում պայմանավորվածությունը սահմանազատման կարող է լիճիկ դառնալ, իսկ այդ սահմանազատման իրականացման process-ի սկիզբը շատ ծանր է եղել մեր համար, ժողովրդի համար, ընդդիմադիրները աղա, որ անընդհատ տենց լցնում էին եւ բոլորի նյարդերի հետ խաղում էին, ես հիմա 3-4 ամիս անց ենք հետո հետ հայացնել դրան, ասենց ապշել ենք, ոնց կարողացանք մենք այդ աստիճանի ծանր իրավիճակից ստանալ լրիվ հակառակ պատկեր, որ տեղի ժողովուրդը խնդրահարույց ներսում դիմադրություն կար, թե ծանր էր, որովհետև Ադրբեջանից մեկը եւ երկուսը եւ ամենակարևորը սպառնալիք չէր, մենք արդեն այս 21 թվականից հետո ցանկացած գործողությունների նախաշեմը գնում էր ագրեսիվ հռետորաբանություն, այդ ագրեսիվ հռետորաբանությամբ որոշակի թեզերի ամրապնդում, որ օրինակ մեր հողերն են պետքա տակ եւ այլն, դրանից հետո ռազմական գործողություններ եւ այդ ռազմական գործողությունների ինչ որ հիմնավորում էր փորձում տալ այդ հետագիծը 21 թվականից հետո մեր համար շատ ակնհայտ եւ շատ պարզ էր, մենք տեսնում ենք այդ նույն հետագիծը տեղի ունի հիմա եւ փառքաստում մենք կարողացանք դա շատ հաճախ է էլի սա լինում, որ գալիս հասնում ես մի հատ կետի բայց ոչ մեկ չի նկատում ինչ կարար լիներ ու չեղավ։ Այդ չենք կարողանում ենք բացատրել, ինչ կարար լիներ ու չեղավ։ Հիմա արդեն տոնը բավականին փոխվել է եւ նույն ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով Կորնիձոր, Գորիս Եղեգնաձոր երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև ավտոմոբիլային կապը, բայց նա նաեւ խոստովանեց, որ հապաղում են Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործել այդ ճանապարհը։ Ինչու են հապաղում։ Տեսեք, սա մի անգամ չի, դուք 1-2 տարի առաջ էլ նման հայտարարություն արել եք։ Ինչի չեն գալիս։ Իրանում հիմա խնդիրներ կան, Ադրբեջանը միգուցե խնդիրներ ունի կամ չունի, ամեն դեպքում վտանգ կա Նախիջևանի հետ կապ հաստատել, Իրանի միջոցով է այդ կապը հաստատվում, եւ ինչի չեն արագացնում, նրանք մեր նման ավելի պատրաստական չեն լինում։ Չեմ կարող նրանց տեղը պատասխանել, կարող եմ եւ իրանք ասած այդ ուզում եմ ենթադրությունների դաշտ չգնանք, բայց հանրային դեպս ճանապարհը իրենք թրիփով ունենան նոր երթևեկան մեր հնարավոր է շատ արագ են գործողություններ տեղի ունենում եւ հասարակությունները դեռևս պատրաստ չեն։ Շատ մեծ դաշտ կարող է տեղ լինել։ Մեր մոտ էլ պատրաստ չեն։ Մեր մոտ էլ վերջերս չգիտեմ, ասենք 100 տարի է այդ բեռնատարները Վրաստանով մտնում են, գնում են Իրան, թուրքական բեռնատարներ են, հիմա ամեն մեկը բռնում նկարում ասում են, վայ, թուրքերը մտել են արդեն, ասենք, այդ ամեն ինչ հասարակություններին պատրաստելու մասին է նաև, ես կարծում եմ այդ փուլն էլ պետք է հաղթահարենք եւ գործողությունները, այսինքն քաղաքական որոշումները եւ այդ հարաբերությունների զարգացումը շատ ավելի արագ է տեղի ունենում, քան հողի վրա էմոցիոնալ փոփոխությունը։ Եվ մենք պետք է կարողանանք մի քիչ համադրենք իրար հետ այդ ամեն ինչը։ Այդ մի խնդիր, որը եւ մենք ունենք եւ իրանք Երկրորդը թրիփն է իհարկե, որ չենք ուզում, որ հնարավոր է, ասենք ինչ-որ եթե մի ճանապարհը
արդեն բաց լինի եւ այդ ճանապարհով կապ ու հաղորդակցություն լինի, մյուս ճանապարհի վրա ուշադրությունը ավելի քիչ սևեռվի, որը մեր պարագայում անհնար է, որտեղ մեզ թրիփի անհրաժեշտությունը ոչ միայն նրանում է, որ մենք այդ ճանապարհների բացումը եւ հաղորդակցությունների ապաշրջափակում ունենանք, այլ անվտանգության երաշխիք ինչ որ չափ Ամերիկայի ներգրավվածությամբ։ Եվ մենք նաեւ ինչպես Ադրբեջանն է օրինակ ծորեն թողնում մատակարարել իր տարածքով կամ երկաթուղով է գալիս կամ հակառակը ճանապարհով է հիմա էլ ուզում փոխանցել կամ բենզին կամ վառելանյութ, մենք նույն ձև առաջարկում ենք մեր ճանապարհները, որտես ինքը Իրանի բարձրավիճակում կարողանա։ Մենք իրենց փոխարեն չենք կարող մտածել ու որոշումներ կայացնել։ Հասկանալի է, բայց քննարկում կա, չէ՞, բանակցություններ կան։ Դե մենք պատրաստական ենք այդ բանակցությունների ընթացքում ասել, որ մշտապես ասել ենք, որ մենք կարող ենք այդ ճանապարհները տրամադրել եւ ճանապարհների ապաշրջափակումը երկու երկրներին շատ փոխադարձահավետ գործարք է։ Սպասում եմ մեր սահմանադրական փոփոխություններին, ամեն դեպքում հայտարարությունը դրա մասին չեմ կարծում ճանապարհների ապաշրջափակումը մեկը մյուսի հետ կապել չի կարելի։ Բայց հերցակ չկարելի, որտեղ 3 տարբեր ֆրոնտ կա Ադրբեջանի հետ աշխատելու մեկը։ Դե խաղաղության պայմանագիրը դեռևս չի ստորագրվում։ Խաղաղության պայմանագիրն է, որը կարող են իրենք կապել սահմանադրության հետ։ Այդ խաղաղության պայմանագիրն է։ Երկրորդ ֆրոնտը լրիվ այլ кейսով, լրիվ այլ պայմանավորվածություններով եւ աշխատանքային խմբերով դա սահմանազատումն եւ սահմանագծումն է եւ հաջորդը դա հաղորդակցությունների ապաշրջափակումն է, այսինքն մենք մեկը մյուսի հետ փոխկապակցված են, բայց տարբեր բանակցային ֆորմատների են, տարբեր բանակցություններ։ Լավ, սահմանադրությանը անդրադառնանք, Սրփի Գայլյանը ներկայացրել է նոր սահմանադրության տեքստը, ամեն դեպքում հաղորդագրության մեջ այդպես էր, ձեզ դուք ներկա եղել եք, թե մենակ Վարչյանը։ Վարչության անդամներն են ներկայացրել, բայց ֆրակցիան ծանոթ է ինչ-որ չափով են թրջացով։ Ինչ մանրամասներ եք ծանոթ։ Չեմ կարող հրապարակներ անել, մինչև տեքստը հրապարակման ենթակա չլինի, որտեղ դեռևս քննարկումների փուլ է, դեռևս որոշումների կայացման փուլ է, այսինքն։ Օրինակ այդ վիճահարույց դրա մասին չեմ կարող խոսել։ Անկախության հռչակագրի վերաբերյալ հղումը լինելու է, չի լինելու։ Էլի քննարկումների փուլի ինձ չեմ տեսել, չեմ կարող ասել։ Ես մենակ մի բան եմ ուզում շեշտադրեմ այս մասով։ Մենք պետք է որոշում կայացնենք որպես հասարակություն, որպես հանրություն։ Արդյոք մենք բոլորս ու այդ որոշումը նաև հունիսի 7-ին ամրապնդվելու է։ Մենք բոլորս համակարծիք ենք, որ պետք է Ղարաբաղյան շարժումը փակենք, թե ոչ։ Եվ եթե Ղարաբաղյան շարժումը փակում ենք, ստեղից հետևություն է գալիս նաև այդ անկախության հռչակագրի որպես պատմական փաստաթուղթ իրողությունը թողնել եւ նոր սահմանադրության մեջ, նոր պետություն քաղաքացի հարաբերությունների մեջ Ղարաբաղյան շարժումը տեղ չունենա։ Դուք հակված եք հավանաբար երկրորդին, ինչքան հասկացա անձամբ դրա մասին եմ խոսում։ Բարսա։ Տեսեք, ընդդիմությունը ձեզ այլ հարցով էլ է քննադատում սահմանադրական փոփոխություններին դա կարող է առնչվել, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական այդ հեղափոխության գործընթացը սկսում էր, նա դրա պատրվակը հիմնական այն է, որ Սերժ Սարգսյանն է գնում է 3-րդ ժամկետին եւ ժողովուրդը ելավ նրան պաշտպանեց եւ հեղափոխությունը տեղ ունեցավ։ Հիմա երբ որ դուք նորից մասնակցում եք եւ հաղթելու ակնկալիք ունեք, Նիկոլ Փաշինյանը նորից այս անգամ ասաց, որ 65% է ձեր թիրախը։ Նա արդեն 3-րդ կարելի ասել իր պարտադիր չի ասել բան վարչապետը Գյումրիում։ Մեր խոսք գնում էր, որ դրսից եկած քաղաքացիները քրարկելու են 65%-ով մեզ, ոչ թե 65% ենք մենք ստանալու։ Այս լավ, կնդե կարող է այդ հատվածը, միգուցե ես եմ շփոթել։ Լավ, ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը գնում է հերթական 3-րդ ժամկետին։ Մտադրություն կա սահմանադրության մեջ այնպիսի արգելք սահմանել, որպեսզի թեև նույն ուժը խորհրդարանական հանրապետությունը մեր երկրի նույն ուժը կարող է հաղթել, բայց նույն այնձը վարչապետ չդառնա լինի մեկ ուրիշ։ Նման սահմանափակման մասին կարծում եմ խորհրդարանական կառավարման երկրում չեն կարող սահմանափակել անձի վարչապետ լինելու չլինելը, որովհետև կառավարումը պարլամենտն է ընտրում տվյալ անձին եւ առաջադրումները անում են պարլամենտում։ Հիմա եթե պատկերացնենք մեծամասնություն չունենանք կոալիցիա լինի եւ կոալիցիայի մեջից նորից ընտրեն այլ քաղաքական ուժերն էլ համադրելով նրանից ընտրեն, ասենք, նույն անձին, չես կարող այդ արգելքը դնել եւ ես կարծում եմ այդքան էլ ճիշտ չի։ Բայց ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այդ համեմատությանը, այն որ ժողովուրդ ջան, ցնդել եք, Սերժ Սարգսյանն նախագահական ռեժիմում կառավարող նախագահ է։ Երկրորդը խոսք տվեց, որ ինքը չի լինելու այլևս չի առաջադրվելու երկրի առաջնորդի պաշտոնում։ Երրորդը բացարձակապես համեմատելու չի այն ժամանակները, այս ժամանակների հետ ազատ արդար ընտրությունները Գետ մեկ քաղաքացի գտեք, որ վստահ չի, որ տեղի են ունենում նորմալ ընտրություններ եւ մարդկանց ձայնը տեղ է հասնում
եւ ամենակարևորը այն փոփոխությունները որ ինչից որ Սերժ Սարգսյանից էին զզված եւ ուզում էին Սերժ Սարգսյանին հեռացնել, դա նույն իրականությունը չի ստեղ։ Ընդդիմությունն են ձեզ բազմաթիվ քննադատություններ ա ձեր նկատմամբ ուղղում, այնպես ինչպես որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին կամ դուք քննադատում եք Սերժ Սարգսյանին կամ իրական չեն, իհարկե դա իրականությունը տարբեր է։ Եկեք ընդունենք էլի ազատությունները, բիսպրիդելը վերացել է։ Կա այլևս մեկը, որ վախենում է, որ չգիտեմ, իրեն մի հարուստի երեխա կարող է վրայաթի ենթարկվել եւ նա չի կարող պատժի ենթարկել այդ մարդուն։ Կան արդյոք այն կապետի դա անբարոյականությունը դա հիշեցնելը։ Դա անբարոյականությունը դա հիշեցնելը, որովհետեւ դա դժբախտ պատահար էր եւ այստեղ խոսքը չի գնացել դիտավորությամբ մարդ սպանելու մասին։ Մենք հիշում ենք դրվագներ, ես իմ երիտասարդությունը շատ լավ եմ հիշում, էլի մենք կային ժամեր, որ մենք այդ փողոցով չէինք կարող քայլել, որտեղ Սերժ Սարգսյանի եղբայրն էր։ Դա նկատեմ ուսանողական տարիները։ Թումանյան փողոցում Սերժ Սարգսյանի եղբոր տունն էր, եւ մենք այդտեղ չէինք կարող բարձր դիտողել մի քիչ ուշ ժամերի։ Ոնց ասում եք։ Ոչ, եմ քայլել հաճախ այդ շենքի կողմից։ Ինչու՞ եմ ասում անցնել քայլել։ Ես ասում եմ կային դրվագներ, որ այդ փողոցում որոշ բաներ չէին կարելի անել։ Հիմա տեսնում ենք, որ ամեն ինչ կարելի է։ Ուզում ասեմ մարդկանց ազատություն բերել է, այն բոլոր բարեփոխումներն ու տարբեր իրավիճակները, որ կարող ենք ասենք համակարգային կոռուպցիայի վերացումից սկսած վերջացրած կոնկրետ թիրախային ոլորտային բարեփոխումներով դնեմ մի կողմ, ազատությունը, այն ազատությունը, որ տրվել է հասարակությանը, չգնահատել է եւ համեմատել է Սերժ Սարգսյանի օրոք տեղի ունեցած ժամանակներին, ընդհանրապես համեմատելի չէ։ Լավ, ընտրությունների մասին էլ մի փոքր խոսենք, ամեն դեպքում մտահոգություն չունեք, տեսեք ձեր դեմ ընդդիմադիր 3 ոչ թույլ, կարելի ասել նաև ուժեղ բևեռներ են ձևավորվել, Ռոբերտ Քոչարյանի դաշինքը, Հայաստան դաշինքը, Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան այդ նոր կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանն է կոնսոլիդացնում իր Նոյան Տապանի մեջ որոշ ուժերին եւ նրանք ունեն ձայներ, բոլորն էլ որոշակի ձայներ ունեն։ Եվ եթե որ նրանցից որևէ մեկ անգամ չհաղթի, միասին կարող են հաղթել ձեզ։ Դուք ինչ խիստ կասկածում եմ, որ միասին կարող են հաղթել, ընդհանրապես ընդդիմությունը փոխվելու մեր ազգային ժողովում։ Իրականում խնդիրը ստեղ մի բան է, որ մեր հասարակությանը փորձում են մոլորեցնել նոր դեմքեր, ինչ որ դեմքեր, որոնք որ դեռևս այդքան ատելություն չեն առաջացնում ժողովրդի մեջ, կամ դեմքեր, որոնք վաղուց մոռացված են, այսինքն իրենց քաղաքական անցյալը կարող է որոշակի ընտրազանգված չհիշել, տարիքի բերումով սկսած վերջացրած ուղղակի լրատվության մեջ շատ չհայտնվելուց, բայց նույն գաղափարախոսություն ունեն։ Ես կառաջարկեի օրինակ իրենք այդ բոլորը հավաքվեին այդ Նոյան Տապանում եւ անունը դնեին օրինակ ու ճիշտ ծրագրեր առաջարկեին էլի, որ անկախության դեմ է ազգային ժողովը, որ նույնքանական պետություններ ուզում գնան, որ պատերազմ են բերելու այս երկրին, անկեղծ լինեն այս ժողովրդի։ Ինչ են պատերազմ բերել։ Նրանք ասում են մենք հաղթել ենք, մեր ժամանակ խաղաղություն էր, դուք եկաք եւ ձեր հայտարարություններով եթե իրենց ժամանակ խաղաղություն էր, մենք գնանք կախվենք, տենց ծնող չկար, որ զավակի բանակ տանելուց սիրտը չտրոփում, որտեվ չի եղել 1 տարի անգամ նախորդ 2 տարուց բացի, որ Հայաստանի Հանրապետության սահմանին դաշնամուրակից չի զոհվել որևէ ցանկը։ Չի եղել տենց խաղաղություն։ Այդ ինչ խաղաղության մասին են խոսում։ Լավ, Տիկին Մինասյան, այ դուք խոսքի սկզբում ասում եք մենք երբեմն անկեղծանում ենք, լացում ենք անգամ եւ այլն։ Այդ պահերին մտածում եք, որ օրինակ կարող է այս ընտրություններին դուք չհաղթեք, լինեք ընդդիմություն եւ ինչ եք անելու։ Բայց ես մտահոգություն բանի որ ընդդիմադիր падգամավոր կաշխատեք եւ հիմա ինչպես որ Ագնեսա Խամոյանը կամ Աննա Գրիգորյանը ձեզ քննադատում, անգամ նման հնարավորություն չեք ունենա եւ կարող է շատ ավելի վատ պայմաններում հայտնվել։ Մենք դրա մասին չենք մտածում։ Երբ ուզվում ես եւ ծանր ես ստանում, հիշում ես օրինակ պատերազմական իրավիճակը, հիշում ես ծանր որոշումներ կայացնելը, հիշում ես մեր վզի վրա մշտապես այդ ծանրությունը կա, մենք ունեցել ենք պատերազմ մեր օրոք եւ դա ոչ մեկ չի կարող որևիցե ձևով այդ թոթափել կամ մի քիչ ավելի թեթևացնել այդ ցավը եւ մեր սխալների ընդունումը նաեւ շատ կարեւոր է, որտեղ մենք չկա քաղաքական ուժ դաշտում, որ իր սխալները ընդունել է եւ կարողացել է բարձրաձայնել, որ այո, ես ինչ որտեղ
ճիշտ հաշվարկ չեմ ունեցել կամ հակառակը իմ ամբողջական մտածողությունը այլ տեղ է եղել, ես չեմ կարողացել ճիշտ Իսկ ավարտվում է խորհրդարանի ժամկետը եւ դուք ձեզ կոնկրետ դուք ձեզ ինչպեսի պատգամավոր եք համարում ներգրաված ներկայացրած նախագծեր եւ ընդհանրապես դուք գոհ եք ինքներդ ձեզանից եւ ձեր ուժից այս չէ ես միշտ քննադատեմ շատ չափից դուրս երևի ընդդիմությունը կերազարի իմ չափ կարողանար քննադատել ինքներս մեզ եւ ես կարծում քննադատությունը մեր մեջ շատ հակասություններ ունենք մեր ներքին քննարկումներում եւ մենք շատ խնդիրներ փոքր նախագծերից սկսած վերջացած մեծ բարեփոխումներով բուրըն քննարկումների եւ դմփոստերի միջով անցնում այդ նախագծերը եւ ինչ որ հարցերում թերացել ենք ինչ որ հարցերում հաջողել ենք ես կարծում եմ որ մենք ունենք երկու մեծ խնդրեմ որպես մեր գործադիրի մարդ եմ ասելու ոչ թե որպես այսինքն ընդհանուր պետական դուք երևի անկերկնում եք ինձ թվում է եթե հաջորդիվ հաղթեք դուք գործադիր եք դրա քննարկումներ չկա չէի նկատի ունեմ քաղաքական տեսանկյունից չմակնաբանեմ այլ ընդհանուր որպես իշխանություն մենք սկզբում եթե կարողանայինք այն փորձառությունն ու այն միտքը ունենալ որ շատ դեպքերում պետք չի հասարակության բողոքին տրվել եւ չանել որևիցե բան այդ ամենակարևորն է դա օրինակ իմ կարծիքով պետական ապարատը ընդհանուր բարեփոխել քաղաքացիության համակարգը բարեփոխել մասնագիտական հնարավորություններ աճացնել որ կարողանաս մասնագետները գրավես ոչ թե որ աշխատավարձները այնքան ցածր են որ ով գալիս է իրան են ընդունում այդ մի բարեփոխումն է կարևոր որ չեն կարել եւ պետքա կարողանայինք վերջում միջև հասցնել եւ երկրորդը որ էլի եղել են մտքեր որ օրինակ այս ուղղությամբ պետքա գնանք եւ սա է ճիշտ բայց անընդհատ լսել ենք ժողովրդին որ չէ գիտեք այս բանը հետ կանգնել է պետք օրինակ սրանից կամ ինչ բան դե շատ դեպքերում պետքա ժողովրդին լսել է պետք է սաթոշակը բարձրացնել է պետք ժողովրդին լսել է պետք ու բան անել այո բայց դրա հետ մեկտեղ մենք այդ համակարգային փոփոխություններն ենք կարողացել իրականացնել որոնք ունեն իրենց խնդիրները ես օրինակ չգիտեմ հիշում եք մենք ունենք գայիշնիկ հասկացողությունը կներեք այս բառի համար մենք ունենք հիմա բարեկային ծառայություն որը որ ինչ որ չափ ունի խնդիրներ օրենքի իմացություն սկսած ջահել են ամփոփեն եւ այլն բայց չունենք այդ կերպարը մեր չկա առօրյայում եւ տենց բարեփոխումների sense մեծ շարժ կարող ենք ասել դուք ազգային ժողովում կառավարությունների ատեղում ամբողջական ձեր իշխանությունը ամփոփելով դուք ինչ գնահատական կտայիք թվով կարելի ասել 5 բալանոց սանդղակով ինչպես կգնահատեք ձեր անցած այս մի իշխանական ընթացքը չեմ կարող տենց դիրեկտոր ինքը միահարթ չի ես կարող եմ մի բանը որ իմ համար ամենարժեքավորն է եւ ամենակարևորն է ասել 10+ դա է ով ուզում է թռնի օտիչնի ներքև ընդդիմությունը գլուխները տապատով 10 տակ ճղվեն մեջներից այս իշխանությունն է այս երկրին բերել խաղաղություն եւ բոլորիս երեխաներին բերել խաղաղություն այլևս ոչ մի բան ավելի կարևոր չկա շնորհակալություն ես եմ շնորհակալ այս լավ նոտայի վրա էլ ինչպես ընդունված է ասել ավարտենք մեր զրույցը եւ ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ որ Ամեկ+-ի տաղավարում էր ազգային ժողովի քաղաքացիական խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը